Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Մեդիա Հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես արցախցիները իրավամբ պահանջում են, որպեսզի վեհապարը փոխի Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին։ Ու թերևս սա այն եզակի դեպքերից մեկն է, համենայն դեպս քիչ դեպքերից մեկն է, երբ Նիկոլ Փաշինյանը տվյալ եպիսկոպոսին ներգրավելով ամենայն հայոց կաթողիկոսի դեմ պայքարում ինքն իրեն դրել է խիստ անհեթեթ վիճակի մեջ։ Թեպետ անպայմանորեն գալու է այն օրը, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն փոխի սույն եպիսկոպոսին, այլ ընդհանրապես փակի Արցախի թեմը, սակայն այս փուլում դեռևս նրան ձեռնտու չէ, որպեսզի նեղացնի այն եպիսկոպոսներին, որոնք միացել են իրեն։ Ու առնվազն տարօրինակ է, որ Վրթանես Աբրահամյանը այս ամենը չի նկատում։ Առնվազն տարօրինակ է, որ Վրթանես Աբրահամյանը չի գիտակցում, որ իր թեմակալությունը ունի խիստ ժամանակավոր երևույթ, որովհետև Արցախի թեմի գոյությունը հակասում է Նիկոլ Փաշինյանի այսպես ասած ճակերտավոր խաղաղության դարաշրջանին, հայ-ադրբեջանական բարեկամությանը, այո, շեշտում եմ, Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ բարեկամությանը եւ Ալիևի պատկերացումներով Արցախի թեմը կարող է լինել որպես ռևանշիստական կենտրոն։ Հետևաբար Վրթանես Աբրահամյանը կամ կույր է, կամ պատեհապաշտ, կամ ոչ միայն տիրադավ, այլև ազգադավ, որովհետև եթե նա այս ամենը գիտակցում է, բայց շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին, ապա նրա միակ ցանկությունն է լինել որևէ թեմի առաջնորդ։ Իսկ փակվի Արցախի թեմը թե ոչ, նրան ամենևին չի հուզում։ Սակայն մի կողմ թողնենք Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բարոյական նկարագիրը եւ վերադառնանք վեհապարի որոշմանը, եթե իհարկե վեհապարը որոշի փոխել Արցախի թեմի առաջնորդին։ Նման որոշման դեպքում Նիկոլ Փաշինյանը հայտնվելու է խիստ անհարմար դրության մեջ, որովհետև եթե կարգալույծ եղած քահանաների դեպքում նա հայտարարում է, որ վեհապարի որոշումը օրինական չէ եւ շարունակում է աջակցել այդ կարգալույծ եղած քահանաներին, ապա միանգամայն այլ է Վրթանես Աբրահամյանի դեպքը։ Եթե վեհապարը փոխի Արցախի թեմի առաջնորդին, ապա Նիկոլ Փաշինյանը կամ պետք է լռի, կամ պետք է հանդես գա ի պաշտպանություն Վրթանես Աբրահամյանի։ Եթե նա հանդես եկավ ի պաշտպանություն Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, ապա պետք է հայտարարի, որ նա շարունակում է մնալ Արցախի թեմի առաջնորդը։ Այլ խոսքով ասած, պետք է բաց ընդունի, որ կա Արցախի թեմ, ինչի համար կարող է Ալիևի կողմից ստանալ հերթական ապտակը։ Էլ չասած, որ նա ստիպված է արտաբերելու Արցախ բառը, որից այդքան սարսափում է, ինչպես յուրաքանչյուր մարդ կսարսափեր սեփական գերեզմանակարը տեսնելիս, այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի թեմ նման անվանում պարզապես գոյություն չունի։ Երկրորդ տարբերակը Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու լռել։ Այդ դեպքում նա անվստահություն կառաջացնի այն եպիսկոպոսների մոտ, որոնք արդեն միացել են նրան։ Նրանց մոտ նա ձեռք կբերի քցողի համբավ։ Հետևաբար, էլ եմ ասում, Նիկոլ Փաշինյանը կամ պետք է ներկայանա սեփական եպիսկոպոսների մոտ որպես քցող, կամ պետք է ընդունի, որ կա Արցախի թեմ
եւ դրա համար ստանա Ալիևի կողմից հերթական ապտակը։ Թե որ ճանապարհը, որ ուղին կընտրի Նիկոլ Փաշինյանը, դա կախված կլինի վեհապարի որոշումից։ Իսկ վեհապարը կարծում եմ պետք է այնուամենայնիվ փոխի Արցախի թեմի առաջնորդին։ Ու դրա համար կան մի շարք պատճառներ։ Առաջին պատճառն այն է, որ վեհապարը պետք է հարգի արցախցիների պահանջը, արցախցիների արդարացի պահանջը, որովհետև Արցախի թեմի առաջնորդ չի կարող լինել մի մարդ, որը միանում է Նիկոլ Փաշինյանին։ Եթե մարդը միացել է Նիկոլ Փաշինյանին, նշանակում է նա ընդունում է Նիկոլ Փաշինյանի գործողությունները, գաղափարախոսությունն ու հռետորաբանությունը։ Եթե մարդը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, նշանակում է նա համաձայն է Նիկոլ Փաշինյանի այն մտքի հետ, որ Արցախը միշտ եղել է ու պետք է մնա ադրբեջանական։ Նշանակում է նա համաձայն է Նիկոլ Փաշինյանի այն մոտեցմանը, որ երբևէ չպետք է բարձրացվի արցախցիների վերադարձի իրավունք ու երբևէ չպետք է սկսվի Արցախյան երկրորդ շարժում։ Եթե մարդը կանգնել է Նիկոլ Փաշինյանի կողքին, ապա նա համամիտ է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի Արցախն ու ճակերտավոր արևմտյան Ադրբեջան կեղծ գաղափարախոսությունը գտնվում են նույն հարթությունում։ Նշանակում է նա համաձայն է, ողջունում է Հայաստանի այն անտարբեր կեցվածքը, որը ընդունել էր Արցախի ամբողջական շրջափակման օրերին։ Նշանակում է նա նույնպես համամիտ է Ալիևի այն գովեստի խոսքերին ուղղված Նիկոլ Փաշինյանին, երբ Արցախը երկրորդ անգամ ենթարկվեց մասշտաբային ագրեսիայի եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որևէ քայլ չձեռնարկեց արցախցիներին օգնելու համար։ Այդ պասիվ կեցվածքի համար Ալիևը հայտարարեց, որ իրենք ողջունում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների կառուցողական մոտեցումները։ Եթե մարդը կանգնել է Նիկոլ Փաշինյանի կողքին, ապա նա համամիտ է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր գտնվում են Բաքվի բանտերում հենց իրենց մեղքով։ Եվ նշանակում է նա աջակցում է Հայաստանի իշխանությունների այն քաղաքականությունը, որը վարվում է արցախցիների նկատմամբ, այսինքն նրանց նկատմամբ ատելության մթնոլորտի սերմանմանը։ Երկրորդ պատճառը Նիկոլ Փաշինյանը որևէ քայլ հետ չի կանգնելու, հետևաբար վեհապարը կորցնելու ոչինչ չունի։ Ըստ այդմ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հանդես գա ուժեղի դիրքերից եւ պատժի բոլոր տիրադավ եպիսկոպոսներին, այդ թվում եւ առաջին հերթին Արցախի թեմի առաջնորդին, որովհետեւ Վրթանես Աբրահամյանը Արցախի թեմի առաջնորդն է առաջին հերթին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի շնորհիվ։ Երրորդ պատճառը, որ վեհապարը պետք է փոխի Արցախի թեմի առաջնորդին, դա այն հարգանքն է, որը պետք է դրսևորվի այսօր բանտերում գտնվող Բագրատ, Միքայել Մկրտիչ եւ Արշակ սրբազանների նկատմամբ, որովհետև նրանք բանտը գերադասեցին հայրենադավությունից, ազգադավությունից ու տիրադավությունից։ Չորրորդ պատճառը նկատի ունեմ։ Կպատժվի Նիկոլ Փաշինյանի հերթական դիմակը։ Իհարկե նա ունի բազմաթիվ դիմակներ եւ նրա իրական դեմքին հասնելը, եթե իհարկե նա ունի իրական դեմք, նրա իրական դեմքին հասնելու համար պետք է անցնել երկար ճանապարհ։ Սակայն այս մի դիմակը պատրելով հանրությունը հերթական անգամ կհամոզվի, որ Նիկոլ Փաշինյանի համար չկա արժե համակարգ։ Նրա համար կան ընդամենը գործիքներ,
որոնք նա օգտագործում է միայն ու միայն իր իշխանությունը պահելու համար։ Իդեպ այն, որ նրա միակ մտահոգությունը սեփական իշխանությունը պահելն էր, նա ինքը ապացուցեց երեք, երբ դիմեց Եվրամիությանը, որպեսզի նրանք միջամտեն Հայաստանի ներքաղաքական կյանքին, խառնվեն ընտրական գործընթացներին եւ օգնեն Նիկոլ Փաշինյանին պահել իշխանությունը։ Իհարկե Հայաստանի իշխանությունները դրանք ձևակերպում են հետեւյալ տրամաբանությամբ, որ Հայաստանի դեմ պատրաստվում է հիբրիդային պատերազմ, իբր հիբրիդային հարձակում։ Ու իբր նրանք դիմել են ԵՄ-ին, որպեսզի նրանք օգնեն արտաքին ուժերի միջամտությունը կասեցնելու Հայաստանի ներքին գործերին։ Սակայն հարգելի հետևորդներ, եթե նույնիսկ ընդունենք այդ ելակետը, որին ես խիստ թերահավատ եմ, ապա ստացվում է, որ արտաքին միջամտությունը կասեցնելու համար Հայաստանի իշխանությունները այնքան անկարող են, այնքան ապաշնոր ու այնքան թույլ, որ դիմում են կրկին, սակայն մեկ այլ արտաքին ուժերի օգնությանը եւ պետությունը վերածում են խաղալիքի հենց այդ ուժի ձեռքում։ Գիտեք, 44 օրյա պատերազմից եւ 2021-ի ընտրություններից հետո խոսակցություն էր գնում այն մասին, որ կա տեղեկատվություն, որ Թուրքիան հայտարարել է, եթե վտանգ սպառնա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա իրենք կներխուժեն Հայաստան, որպեսզի կասեցնեն իշխանափոխությունը։ Այդ ժամանակ այդ խոսակցություններին չտրվեց անհրաժեշտ կարևորություն եւ շատերը մոտեցան թերահավատորեն։ Սակայն այսօր ակնհայտ է, որ այդ տեղեկատվությունը ոչ միայն չափազանցություն չէր, այլ նույնիսկ շատ հավանական։ Որովհետև եթե մի իշխանություն պատրաստ է դիմել օտար պետություններին, խնդրել, որպեսզի նրանք ներգրավվեն Հայաստանի ներքաղաքական կյանքին, խառնվեն Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին միայն նրա համար, որպեսզի իրենք պահպանեն իշխանությունները, ապա թերևս Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի համար ամենևին էական չի լինի, թե իրենց օգնողը ով կլինի։ Եմեն, Թուրքիան, թե Ադրբեջանը, քանի որ այս մարդիկ ապացուցեցին արդեն, որ իրենց գերնպատակը իշխանությունը պահելն է։ Ստացվում է, որ այս իշխանությունները Եվրոպային բերում են ժողովրդի դեմ ու այն իբր արտաքին միջամտության կասեցնելուն ուղղված քայլեր են ցանկանում ձեռնարկել, դա անհեթեթ է, որովհետև նրանք արտաքին ուժերի օգնությունը, տվյալ պարագայում Եվրոմիության օգնությունը խնդրում են միայն ընդդիմության դեմ պայքարելու համար։ Իհարկե, առանց անունը տալու պրոյեկտում են, իբր այդ ամենը կատարվում է Ռուսաստանի դեմ։ Հարգելի հետևորդներ, այս իշխանությունները իրենց սատարող քաղաքական տարբեր փոքրիկ կուսակցությունների շնորհիվ այն աստիճան են հակառուսականությունը գեներացրել ու այն աստիճան են ընդդիմությանը կապել հակառուսականության հետ, որ ցանկանում են ժողովրդի մոտ ստեղծել պատրանք, իբր ընդդիմությունը դրանք ռուսական ագենտներն են։ Հետևաբար, պայքարելով ընդդիմության դեմ, իրենք կերտում են անկախությունը։ Սա աբսուրդ է, հարգելի հետևորդներ, որովհետև 1991 թվականից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, չի եղել գեթ մի դեպք, որպեսզի Հայաստանի Հանրապետության ղեկավարները դիմեն օտարներին խնդրելով, որպեսզի նրանք պահեն իրենց իշխանությունը։ Նման դեպք պարզապես չի եղել։ 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ, բայց այդպես էլ չդիմեց օտարներին, որպեսզի նրանք միջամտեն Հայաստանի ներքաղաքական կյանքին։ 2018 թվականին Սերժ Սարգսյանը հեռացավ, բայց այդպես էլ չդիմեց օտարներին, որպեսզի նրանք միջամտեն Հայաստանի ներքին կյանքին։ Այսինքն, երկու նախագահները գերադասեցին հեռանալը, քան օտարի միջամտությամբ իշխանությունը պահելը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հակառակը
պատրաստ է անգամ թուրքերին ու ադրբեջանցիներին բերել Հայաստան ու նրանց օգնությամբ չեզոքացնել ընդդիմությանը միայն որպեսի որևէ վտանգ իր իշխանությանը չսպառնա։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։